շնորհակալ եմ, որ եկաք բաղաբար, մի քանի թեմաներ եք առանձնացրել այսօրվա համար, բայց երևի սկսենք, երեք տեսանք Բենսը Հայաստանում էր, և այդպես այդ աժոտաժը, այս իրողությունները, բայց փաստը այն է, որ այլևս կանգնած ենք ատոմակայանը փակելու եզրին, թուրքական պահանջով և դրա ծանրագույն հետևանքներին ենք բախվելու, համեցեք։ Ողջունում եմ սիրելի հայրենակիցներ, շնորհակալ եմ հրավերի համար։ Նախ ես կցանկանամ խոսել մի դեպքից, որը տեղի է ունեցել Կիրակի օրը, հետո կանդրադառնանք մեր մնացած հարցերին։ Նախ եւ առաջ ես ցանկանում եմ խոսել Նիկոլ Փաշինյանից եւ նրա եկեղեցու ճակերտների մեջ բարենորոգման արշավից, որը ոչ մի կապ չունի բարենորոգման հետ, դա եկեղեցին կեղտոտելու, պղծելու արշավ է։ Ուրեմն ինձ շատ հարազատ մարդ, որի անունը հասկանալի պայմաններով չեմ հնչեցնի եթերում, զանգահարեց Կիրակի օրը եւ ասաց, որ ինքը ինչպես միշտ Կիրակի օրը գնացել է Կոմիտասի եկեղեցի պատարագի եւ չի իմացել, որ Նիկոլ Փաշինյան անունով հակաեկեղեցական աղանդավոր երևույթը լինելու է այդտեղ եւ այդ պատարագի ժամանակ նկատել է, որ երբ մեղքերի թողության պահն է գալիս, երբ Աստծուն մեծարելու պահն է գալիս, մարդիկ ծնկաչոք սկսում են աղոթել, ինչպես պատարագի կարգն է, եւ նկատել է, որ այդտեղ բացի իրենից 1-2 հոգի են մեկ էլ ծնկի իջնում, ոչ ոք կողքերը ծնկի չի իջնում եւ հասկացել է, որ մի բան այն չի։ Հետո նկատել է, լսել է պատարագի ժամանակ, որ անվտանգության աշխատակիցների 31-ը 32-ին տարածքում բոլորը մերոնցական են, բոլորին մաքրել ենք տարածքից, ամեն ինչ նորմալ է, նմանատիպ անընդհատ պատարագի ժամանակ այդ բարենորոգողները, այսինքն պատարագի չեն եկել էլի, եկել են, որ կարծինկա ստանան եւ սկսել են տենց ռացիաներով իրար հետ կապնվել, Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներն են եղել եւ որ նկատել է եկեղեցում նմանատիպ պահվածքը, ասել է չենք կարում պատարագի հանգիստ մասնակցենք, լսենք, եկել է ստեղ էլ ամեն ինչ փչացնի, այդ անձնավորությունով եղել է երեխայի հետ իր 6 տարեկան եւ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցը սենց բարձրացրել է իր պիջակը, զենքն է ցույց տվել, տվյալ անձնավորությանը եւ գլխով ցույց է տվել, որ դուրս գա եկեղեցուց եւ նրան եկեղեցուց իր երեխայի հետ դուրս են հանել։ Ուզում եմ նախ եւ առաջ Նիկոլ Փաշինյանի եւ նրա անվտանգության աշխատակիցներին զգուշացնել, որ դուք նման կերպով չեք վախացնելու մեր հայրենակիցներին, նման պահվածքը միշտ բարձրաձայնվելու է եւ ուզում եմ հասկանալ դուք եկեղեցին զենքով եք բարենորոգում, օրինակ այդ անվտանգության աշխատակիցը իրիկունը ոնց է բարկելու քնի, որ 6 տարեկան երեխային զենք է ցույց տվել եւ սպառնացել, ինչա թե դժգոհություն չհայտնեն Նիկոլ Փաշինյանի հանդեպ։ Օրինակ ոնց եք պատկերացնում եկեղեցին բարենորոգելը, այսինքն զենքերով մտնել եկեղեցի, հետո, չգիտեմ, պատարագի կարգը խախտել, ծնկի չգալ, երբ պետքա ծնկի գալ, կամ այնպիսի մարդկանցով գնալ պատարագի, մի հատ դեպք էլ Թալինից հիշեցի, անցած թե նախանցած Կիրակի, երբ լրագրողները մոտեցել էին, հարցում էին դուք ինչի համար եք եկել պատարագի, այդ անձնավորությունը, ով Նիկոլ Փաշինյանի շրջիկ թափառախմբից է եկեղեցու բարենորոգման, ասաց, որ կյանքում պատարագի չեմ մասնակցել, եկել եմ տենամ, էս ինչա քուրս, օրինակ, ասենց բարենորոգողներ ունենք, օրինակ Գյորգիքսն է եկեղեցին բարենորոգում, ով հայտնի է համացանցում իր սրբապիղծ լինելով, չգիտեմ, եկեղեցին բարենորոգում են այն մարդիկ, ովքեր Աստծո հետ կապ չունեն, կապ ունեն բացահայտված աղանդավորներ են եւ այդ մարդկանց վստահ եմ, որ ֆինանսավորում են դրսից, քանի որ խոսեցինք Նիկոլ Փաշինյանի արշավից եկեղեցու դեմ, նաեւ անդրադառնամ Քրիստինե Պողոսյան անունով պատգամավորին, ում եղբայրը կոչ էր անում հիվանդանոցներից հանել սրբավայրերը, փոքր անկյունները, որտեղ մարդիկ աղոթում են, որպեսզի իրենց հիվանդները կամ իրենք բուժվեն, նմանատիպ միտք էր արտահայտել, որ մարդիկ գնում են եկեղեցի աղոթելու, հիվանդանոց բուժվելու, հիվանդանոցներից պետք է հանել այդ աղոթավայրերը։ Սա Աստծո հանդեպ հավատքի բացակայության վառ օրինակ է եւ սա արտահայտում է մի անձնավորություն, ում քաղաքական թիմը, քույրը, քրոջ քաղաքական թիմը զբաղվում է եկեղեցու բարենորոգմամբ։ Ես բազմիցս նշել եմ,
այս անձնավորությունները, ովքեր հիմա որոշել են եկեղեցու բարենորոգմամբ զբաղվել, երբեք պատարակների չեն գնացել։ Մենք նաև տեսել ենք, որ այս պաշտոնյաները նույնիսկ մեծ եկեղեցական տոներին, զատիկին կամ այլ տոներին երբեք չեն աչքի ընկել իրենց մասնակցությամբ եկեղեցական տոներին։ Այս մարդիկ լուծում են այլ խնդիր, սրանց նպատակը եկեղեցու դեմ արշավն է, եկեղեցին բարոյա լքել, բարոյա զրկել, ժողովրդի աչքում եկեղեցին ցույց տալ խոցելի կառույց, որպեսզի ժողովրդի համախմբման գործում եկեղեցին չկարողանա ունենալ արդյունավետ աշխատանք։ Եթե խնդիրը կաթողիկոսն է եւ սրբազաններն են, ինչի եք ուզում հիվանդանոցներից հանել աղոթավայրերը, ինչի համար եք փակում զորամասերում այն անկյունները, այն աղոթավայրերը, այն հոգևորականների աշխատանքի ինչ եք դադարեցնում, որոնք 20 տարի աշխատանքի մեջ են։ Նաև ինձ եկած ինֆորմացիայի համաձայն Սուրեն Պապիկյանը անձամբ զբաղվում է բոլոր այն հոգևորականներով, ովքեր կորցրել են իրենց աշխատանքը իր իսկ հրամանի համաձայն, 700-800 հազար դրամ աշխատանք են առաջարկում այդ հոգևորականներին, եւ ես ուզում եմ մեր հոգևորական եղբայրներին, մեր հավատքի պահապաններին խնդրել, որ ոչ մի դիմացի գումարի դիմաց չվաճառվեն Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ դա ներում չի ունենալու։ Դա նշանակում է վաճառել սեփական խիղճը, հավատքը, կրոնը, դավաճանել Աստծուն եւ այն բարոյական արժեքներին, որոնց համար մարդիկ իրենց հարգում են։ Նաև ես կցանկանամ այս եկեղեցու թեմային զուգահեռ խոսել մեր քաղաքական բանտարկյալներից, խոսել մեր գերիներից, ովքեր գտնվում են Բաքվում։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը, երբ Ալիևի հետ գնում է Դուբայում կամ Արաբական Էմիրություններում խաղաղության մրցանակներ է ստանում, ձեռք սեղմում է տեղի ունենում, Վահագն Խաչատրյանը, երբ Նիկոլ Փաշինյանին քծնում է եւ ամենավերջի ձևով փալասի նման Նիկոլ Ալիևին փորձում է հաճոյանալ խաղաղության համար, օրինակ մեր երկիրը ներկայացնող երկու անձնավորություններ, վարչապետի ներկայացուցիչը եւ նախագահի այդ ինստիտուտների ներկայացուցիչները մեր իրենց արյունակից եղբայրների մասին ինչու ոչ միտեղ չեն բարձրաձայնում։ Օրինակ ոնց կարա լինի, սիրելի հայրենակիցներ, լինես մի երկրի ղեկավար եւ քո երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը մի ինչ-որ հատվածի լինի այդ երկրում գերի, այդ երկրի հետ խաղաղություն հաստատես, բայց իրանց մասին չխոսես։ Դա նշանակում է արդյոք, որ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված է, որ այդ մարդիկ ցմահ դատվեն այնտեղ։ Միանշանակ այո։ Նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ կարա խնդրի Ալիևին եւ այդ ամեն ինչի ետևում կանգնած լինի, որ օրինակ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Ռուբեն Վարդանյանը, ճիշտ է, Արայիկ Հարությունյանին չեմ սիրում եւ եթե ինքը պատիժը կրեր ստեղ շատ կողմ կլնեի դրան, բայց մեր հայրենակիցն է, թող գա Հայաստանում պատիժը կրի։ Արայիկ Հարությունյանը, ինչպես եք կարծում, Նիկոլ Փաշինյանի այս պատմության ետևում չեն երևում Նիկոլ Փաշինյանի ականջները, միանշանակ երևում են եւ այդ բոլոր անձնավորությունները կամ Նիկոլ Փաշինյանի մասին բացահայտումներ էին անելու Երևանում կամ Նիկոլ Փաշինյանին մեծ անհարմարություններ էին ստեղծելու նրա համար, դրա համար իրանք գտնվում են Բաքվում եւ բացառապես ոչ մի հանդիպման ժամանակ չի բարձրաձայնվում նրանց ազատ արձակելու խնդիր։ Նաեւ զուգահեռ Բաքվում գտնվող մեր գերիների ես կցանկանամ խոսել Երևանում պահվող գերիներից, որովհետեւ նրանք քաղաքական բանտարկյալներ են եւ Նիկոլի գերիները կխոսամ, կցանկանամ բարձրաձայնել մեր սրբազաններին ապօրինի փակի տակ պահելու երկարաժամկետ այս process-ը, որ ով չի վաճառվել Նիկոլին, փակի տակ է հիմա, կցանկանամ մեր սրբազանների գլխավորությամբ մեր բոլոր քաղաքական բանտարկյալներին ուժ, կամք եւ կորով մաղթել, որպեսզի նրանք կարողանան դիմակայել այս անմարդկային հետապնդումներին, չնայած վստահ եմ, որ թե մեր սրբազանները, թե քաղբանտարկյալները մեծ կամք ունեն եւ չեն վհատվում, չեն հուսահատվում Նիկոլ Փաշինյանի այս գործողություններից։ Նաեւ կցանկանամ խոսել Խաչիկ Գալստյանից, ում լրիվ անհիմն են բանտարկել, ով եղել է իմ դասախոսը, երբ ես ուսանող եմ եղել,
եւ Խաչիկ Գալստյանի նման առաքինի անձնավորություն ես չեմ ճանաչում ոչ կոնֆլիկտային, մարդկային, այդ անձնավորությունը մեղադրում են կաշառք տալու մեջ, այս ամենը զրպարտություն է, այս ամենը շինծու քրեական գործ է, միանշանակ Խաչիկ Գալստյանը իր մեղքը չի ընդունել։ Նաև կցանկանամ խոսել Դավիթ Համբարձումյանից, Վարդան Ղուկասյանից, բոլոր այն քաղբանտարկյալներից, ովքեր գտնվում են ապօրինաբար փակի տակ, եւ եթե տնային կալանք կասեք, նրանք փակի տակ չեն, տնային կալանքի մեջ են, ես ասեմ, որ տնային կալանքը նույնպես կալանավոր լինելա, տնային կալանքը նույնպես հետապնդման մի ձև է, որովհետև քո քաղաքական խոսքը, քո շարժը, քո ամեն ինչը սահմանափակված է, քեզ վերահսկում են Նիկոլ Փաշինյանի ծառայողները։ Նաև այս թեմայից զատ ես նաև մեկ թեմա եմ առանձնացրել, որը մեր այսօրվա վերջին թեման է, կցանկանամ խոսել իմ ընկերների, իմ բարեկամների, հարազատների խնդրած թեմայից եւ նաեւ դրանից հետո մեկ թեմա էլ կա։ Ուրեմն կոնդի բնակիչները ես ինձ խնդրել եմ, որպեսզի բարձրաձայնեմ այս հարցը, մոտավորապես 100-ից ավել մարդիկ խնդրել եմ, որ Հայլիում բարձրաձայնեմ նրանց տների հարցը։ Կարճ ասեմ, ինչ իրավիճակ է։ Ուրեմն կոնդի մեծ մասը ճանաչվել է գերակաշահ, արդեն կարող է 20 տարուց ավել է, եւ Ռենշին ընկերությունը, որը զբաղվում է մարդկանց տները գնելով եւ տեղում կոնդեցիներին վճարելով իրանց տանգինը, փորձում են մարդկանցից այդ տները վերցնել, որպեսզի գերակաշահ ճանաչված տարածքում ինչ որ բան կառուցեն։ Ուրեմն նայեք ինչ իրավիճակ է ստեղծվել։ Մարդկանց նախ առաջարկում են իրենց տների շուկայական գնից շատ ցածր գին, մարդկանց մեծ մասը ստիպված համաձայնվել են այդ գներին, որովհետև իրանց ասել են, եթե չհամաձայնվեք, գալու ենք ձեզ տնից հանենք դուրս, так что համաձայնվեք։ Կան մարդիկ, ովքեր չեն համաձայնվել դեռևս, եւ շրջանառվում է մի օրենք, ես ցանկանում եմ այս ոլորտով զբաղվող պետական պաշտոնյաներին ուշադրություն դարձնել իմ հայտարարությանը, որ այն մարդիկ, ովքեր չեն համաձայնվել, 30% ավելացվելու է իրանց տրվող գումարը, իրենց տների համար։ Հիմա այն 70%-ը կոնդի բնակչությունը խնդրել է ինձ բարձրաձայնել այս հարցը, որ իրանք համաձայնվել են իրանց տները արդեն վաճառել X գումարով։ Այս 30%-ը ինչի համար չի ազդում իրանց վրա։ Իրանք ասում են մենք մարդ չենք, այն մարդիկ ովքեր չէին համաձայնվել, իրանց 30% ավել են տալիս, այստեղ անհավասարության խնդիր կա, քծոցու խնդիր կա, ոնց որ միշտ, եւ նաեւ այս Ռենշին ընկերությունը ես կցանկանամ, որպեսի կոմենտներում գրեն ում է պատկանում, ով է զբաղվում, ես ունեմ ինֆորմացիա, որ Տիգրան Ավինյանի եւ Նիկոլ Փաշինյանին շատ մոտ անձնավորություն է եւ դրա ետևում կանգնած է Տիգրան Ավինյանը։ Իսկ եթե դուք գալիս եք 100-150 տարի այդտեղ ապրած մարդկանց, որ պապական իրանց տները այդտեղ ա եղել, իրանց տները ասում եք գերակաշահը պետքա վերցնենք, նախ պետքա այդքան բարոյականություն ունենաք, որ այդ մարդկանց վճարեք այնքան, ինչքան քառակուսի մետր տների այդտեղ կազմում է։ Հիմա դուք մարդկանց վճարում եք, ասենք 7 հոգի, 7 եղբայր ապրում են 25-26 տարեկան մի տան մեջ սեփական մեծ, իրանց վճարում եք $500,000։ Այդ որ քանի հատ տուն կարան իրանք առնեն, որ ապրեն այդ $500,000-ով, 2 հատ ամենակիչը նույն տեղում, ասենք կենտրոնում, եւ մարդիկ չեն ցանկանում գնան ապրեն Ավանում, Կոմիտասում, Մասիվում, որովհետեւ իրանց կենտրոնից է տնից դուրս հանում։ Դրա համար պետքա այդ ամեն ինչը որ արվում է, արվի բարոյականության սահմաններում եւ խղճի։ Եվ ես այս հարցը այնքան եմ բարձրաձայնելու, միջև իմ թաղի բնակիչները, իմ ընկերները բավարարված լինեն ձեր աշխատանքից։ Ես այստեղ քաղաքական աստար չեմ մտցնում, բայց միևնույն է քաղաքական գործիչներ են կանգնած այս ամեն ինչի ետևում եւ ունեն անձնական շահեր, փողեր գրպանելու։ Դրա համար ձեր մտքով հանկարծ չանցնի, որ այս թեմաները չի բարձրաձայնվելու։ Եվ անցնենք թոշակառուների խնդիրներին նորից։ Երբ ես բարձրաձայնեցի թոշակառուների խնդիրները, ինձ արդեն Facebook-ով եւ TikTok-ով դիմել են 500-ից ավել թոշակառուներ, աջակցել են իմ խոսքին, շնորհակալություն են հայտնել, որ ես բարձրաձայնել եմ իրենց խնդրի մասին, եւ թոշակառուները նորից եւ նորից ինձ գրում են եւ ասում են, որ նախ Նիկոլ Փաշինյան դու ստեցիր եւ չբարձրացրեցիր իրենց թոշակը,
հետո այս քարտային համակարգը իրանց համար շատ անհարմար է, 60-նանց, 70-նանց տարեցները չեն կարողանում օգտվել քարտային համակարգից, անհարմար է իրանց համար դուրս գնալ բանկ, քարտի հաշիվ բացել, հետո այդ քարտի գումարը հանել, իրանց թոշակները բերում դուրը ծեծում էին, ստորագրությունով բաժանում էին, այդ մարդկանց համար լավ էր, մենակ ապրող ծեր տարեց մարդիկ կան, ովքեր ունեն առողջական խնդիրներ, հարևանի երեխայի միջոցով, բարեկամի ծանոթի միջոցով գումարը տալիս էին, իրանց հաց էին առնում, դեղ էին առնում, հիմա այդ մարդիկ չեն կարող այդ ամբողջ քարտի պարունակությունը վստահել օտար մարդու, չեն հասկանում, այդ դերը չեն կարող ստուգել վրան ինչքան գումար մնաց, ոնց եղավ, անհարմար է մարդկանց համար քո բերած նոր օրենքներով աշխատել, անհարմար է, չեն կարողանում աշխատել, տարեցները չեն կարողանում օգտվել այդ համակարգից։ Հետո, երբ որ դուք ասացիք, որ 10,400 դրամները թոշակառուների ապահովագրական հաշիվներին ավելանալու, նաև ինձ կան քաղաքացիներ, որոնք դիմել են ու մեկը չեն բազմաթիվ են, որ գնում են հասնում են հիվանդանոց, ասենք խորհրդատվությունը պետքա լինի անվճար։ Այդտեղ իրանց ասում են, որ մի մասը պետքա վճարի պետությունը, մյուս մասը դուք։ Կայքում գրածա որ անվճար է, բայց տեղում խնդիրներ են առաջանում։ Տարեցները ընկնում են քաշքշուկների մեջ, այստեղից ուղարկում են այնտեղ ուղեգիր բերը, այստեղից գնա այնտեղի ուղեգիրը բերը, այսինքն այդ 10,000 դրամը, որ դուք դրել եք, որ թոշականորեն օգնեք, թոշակ եք բարձրացրել, արձեռն չեք տալի, մենակ ձեր վատ աշխատանքի արդյունքում, ձեր ներդրված վատ համակարգի արդյունքում մարդիկ տաքսիների վրա մենակ 3-4 տեղ գնալով այդ 10,000 դրամը արդեն ծախսում են։ Եվ դուք հիմա թոշակառուներին լավություն եք անում, թե վատություն։ Դուք անցել եք ձեր բոլոր չափերը ու սահմանները եւ ձեր այս կապիկությունները նախընտրական ընտրություններից առաջ բոլորն էլ հասկանում են եւ միշտ ես բարձրաձայնելու եմ թոշակառուների այս խնդիրները, միշտ ասելու եմ այնքան, մինչեւ դուք հրաժարվեք ձեր այս քարտային համակարգից եւ ձեր սուտ տված խոստումները գոնե իրականացնեք։ Ձեզ այդքան պարգևավճար բաժանեցիք 70-80 տարեկան ձեր տատիկներն ու պապիկները։ Մեղք չեն արա 10,000 դրամ իրանց թոշակը չեք բարձրացնում։ Մեղք չեն այդ մարդիկ իրանց վերջում կյանքի ապրելու գոնե մի քիչ իրանց մարդ զգան այդ 10,000 դրամով։ Այդքան բարոյականություն չունես, կանգնում ասում ես 10,000 դրամը թոշակառուն ինչ պետք է անի։ Ձեզ 3 միլիարդի պարգևավճար եք բաժանում այդ ձեր ասած խոսքին զուգահեռ։ Դե թող մեր հայրենակիցներն ու թոշակառուներն էլ ձեր արժանի գնահատականը տան, ձեր գործած, ձեր արած գործողություններին համահունչ։ Շնորհակալ եմ սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ նյութը տարածեք եւ TikTok-ում, եւ Facebook-ում, եւ YouTube-ում, նոր հարցեր գրեք ինձ անձնական նամակներով ուղարկեք, թե ինչ հարցի շուրջ կցանկանաք, որ ես բարձրաձայնեմ մյուս շաբաթ Հայլիում, կհանդիպենք շաբաթ օրը, շնորհակալ եմ ուշադրության համար, հաջողություն։